Հունվարի 23-ին տեղի ունեցավ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի 12 ամիսների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Զեկուցողը նշեց, որ նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը։ Հաշվետու շրջանում 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը։ Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 միավոր հրազեն։ Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարված աշխատանքը, Հունան Պողոսյանը նշեց, որ բացահայտման արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով՝ սպանության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, ավազակության, կողոպուտի և այլ դեպքերով։ Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 81,6%-ով։ Անդրադառնալով 2014 թվականի ոստիկանության օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքներին, Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց կատարված աշխատանքը։ Ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձավ տարածքային ստորաբաժանումների տարված աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ստորաբաժանումների ենթակայության վերակառուցման խնդիրներին։ Ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը կարևորեց արտաքին ծառայությունների նախապատրաստական աշխատանքները, ուղղված 2015 թվականին Հայաստանում նախատեսվող մի շարք խոշոր միջոցառումների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ներկայացրեց վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը հաշվետու շրջանում մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունները գրանցումից թաքցնելու և այլ արատավոր երևույթներ բացառելու ուղղությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Երանոսյանը ներկայացրեց զորամասերի մարտական պատրաստականության վիճակը և այն միջոցառումները, որոնք իրականացվում են անձնակազմի մասնագիտական որակների և նյութատեխնիկական բազայի կատարելագործման ուղղությամբ։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց համակարգի ինքնամաքրմանը, օրինականության ամրապնդմանն ու ոստիկանի կերպարի ձևավորմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը բարեփոխումների արդյունքների վերջնական ամրագրումն է։ Հաշվետու զեկույցներին հաջորդած քննարկումից հետո ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց տարվա ընթացքում ծառայողական բարձր մակարդակով աճքի ընկած ստորաբաժանումներին ու համակարգի վետերաններին։ Ոստիկանության 14 ծառայողներ խիստ նկատողություն ստացան։ Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության այս տարվա գործունեության առաջնահերթությունները։ Այս տարին 15 թիվը հայտարարելու ենք ոստիկանության գործունեության կատարելագործման տարի, այսինքն այն ինչը ձեռք ենք բերել, պետք է կարողանանք իրացնել ճշմարիտ։ Այն ինչ ձեռք ենք բերել, պետք է դարձնել կատարյալ, ոչ միայն այդ ձեռք բերածը պետք է կատարյալի հասցնել, դարձնել բնավորության գիծ, աշխատաոճ, անդառնալի, որովհետև զարգանում է հասարակությունը, կատարելագործում ու զարգանում է և հանցագործը, մենք հին մեթոդներով այն գործը չենք կարող անել, ինչ որ տարիներ շարունակ եղել են։ Այս ոստիկանությունը պետք է այն աստիճան ամրանա ու այն աստիճան և վերջնականապես վերադառնա ոստիկաններին, որ հնարավոր չլինի համակարգը տարանջատել, բաժանել թայֆաների և այլն երևույթների, և գրագիտությունն ու կատարելագործումը պետք է լինի արդեն բնավորության գիծ։ Մեր բոլոր թերություններով հանդերձ առաջընթաց կա։ Մեր հասարակությունը գնահատող հասարակություն է, մեր հասարակությունը ավանսով գնահատող հասարակություն է, և հասարակության ճնշող մեծամասնությունը, առողջ մտածելակերպ ունեցող մարդիկ չեն կարող չտեսնել, չեն կարող չնկատել այն, ինչ որ դուք անում եք։ Լավ գործը միշտ տեսանելի է լինում։ Ժողովուրդը, քաղաքացին, մարդը մեծ հաշվով վստահում է և մեր կողքին է, և ուրախանում է մեր հաջողություններով։
Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2014 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության մեջ լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացան պարգևների։